մոտ 2-3 րոպեից մեր թռիչքի սկիզբն է, նրանք պատրաստվենք, որ կատարենք մեր սիրելի թռիչքը։ Ինչքան էլ թռնես, ինչքան էլ կատարելագործվես, մեկը քիչ է, որպես օտաչուտը կարող եմ վստահ ասել։ Օդաչու լինելը պարզապես մասնագիտություն չէ, այն ընտրություն է, կենսակերպ, նվիրում և ինչ-որ առումով կախվածություն օդից։ Օդաչուն նստելով ինքնաթիռի մեջ մոռանում է ամեն ինչի մասին, միտքը, գաղափարը իր թռիչքի հաջող ճիշտ կատարման վրա է, վայելում է թռիչքիդ ամեն վայրկյան։ Եվ ահա սկսվում է այն, ինչին հնարավոր չէ նայել առանց հիացմունքի։ Սուր վերելքներ, կտրուկ շրջադարձեր, արագության ու ճշգրտության անհավանական ու միաժամանակ կատարյալ համադրություն։ Արդեն 10 տարի է թռնում եմ, ու ամեն թռիչքի հետ կատարելագործվում ես, զարգանում ես, աշխատում ես քո վրա ու աճում ես, անընդհատ աճում ես։ Օդաչուի ամենամեծ գնահատականը հաջողված թռիչքն է։ Նրանք պարզապես ամեն օր կատարում են իրենց ծառայությունը։ Ծառայություն, որը պահանջում է անվախություն և հավատ սեփական ուժերին։ Բոլոր օդաչուները ցանկացած պարագայում ձգտում են հասնել իրենց թե ծառայողական, թե մասնագիտական ամենավերին արդյունքներին, թե ինչպիսի խուսավարումներ, ինչպիսի թռիչքներ են կատարում, ինչպիսի մանևրներ են կատարում երկնքում, բոլորս ճիշտ է հիանում ենք, բայց իմացած եղեք, որ այդ ամեն ինչը կատարվում է, ցուցանվում է օդաչուներին, որպեսզի իրենք իրենց ժամանակին, իրենց դիմաց տրված խնդիրը ճիշտ կատարեն։ Օդաչուն երբեք միայնակ չի թռչում, նրա հետ են տարիների ուսուցումն ու փորձառությունը, հայրենիքի հանդեպ անսահման մեծ պատասխանատվությունը, և հենց այդ պատասխանատվությունն է, որ սովորական մասնագիտությունը դարձնում է առաքելություն։ Հպարտ ենք, որ մեր բանակը զարգանում է։ Սու 25-երն ու Սու 30-ը շարունակում են գծել իրենց հետագիծը հայկական երկնքում, իսկ նրանց խցիկներում նստած մարդիկ ամեն օր ապացուցում են պարզ ճշմարտությունը։ Երկինքը վստահվում է միայն լավագույններին։ Լաուրա Մամյան, Հայկ Չիլինգարյան, Զինուշ,